Ողջույն, ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել պատասխանելու Հույդա Նիկոլ Աղաբալյան ուսանողական միության վերաբերյալ հարցերին։ Ինչ պայմաններում, ինչպիսի մթնոլորտում եւ ինչ նպատակով ստեղծվեց Հույդա Նիկոլ Աղաբալյան ուսանողական միությունը։ Ինչպես է որոշվել, որ այն պետք է կոչվի հենց Նիկոլ Աղաբալյանի անվամբ։ Իհարկե այս հարցին լավագույնս կարող են պատասխանել հիմնադիր սերնդի ներկայացուցիչները, ովքեր ի դեպ միշտ առանձնակի հպարտությամբ են վերհիշում այդ օրերը եւ հետաքրքրաշարժ անթիվ անհամար դրվագները։ 80-90-ականների ազգային զարթոնքի ժամանակակից սփյուռքահայ եւ հայաստանցի հենց այդ ուսանողներն են եղել, ովքեր որ կարողացել են համախմբվել եւ ստեղծել ազգային գաղափարական կառույց կազմակերպություն, որը մինչ օրս ակտիվ գործունեություն է ծավալում ուսանողական երիտասարդական քաղաքական դաշտում։ Միության հիմնադրության եւ կայացման ժամանակաշրջանը բնականաբար Հայաստանի եւ հայության նորագույն պատմության բարդագույն ժամանակաշրջաններից է եղել, փլուզվող կայսրություն, նոր անկախանալ պատրաստվող երկիր, Ղարաբաղյան շարժում, տևական պատերազմ եւ բազմաթիվ քաղաքական մարտահրավերներ։ Եվ նաև տրամաբանական է, որ հենց դժվարին պայմանների ծնունդել պետք է լիներ այսպիսի կազմակերպությունը։ Եվ այդ պայմաններն էլ կարծում եմ քաղաքական էությունը դարձրել են կիրառելի գործնական հիմնադրության օրվանից 1990 թվականի հոկտեմբերի 19-ից սկսած մինչև օրս։ Միության անվանակոչման վերաբերյալ, որքանով որ տեղյակ եմ քննարկումները երկար չեն եղել, հնչել է առաջարկ եւ միանշանակ համաձայնություն ստացել ի պատիվ Հայաստանի առաջին հանրապետության լուսավորության նախարար, պետական համալսարանի հիմնադիր, մեծ մտավորական, հասարակական, քաղաքական պետական գործիչ Նիկոլ Աղաբալյանի։ Ավեր։ Հիմա երկրորդ հարցը։ Միության 35 տարիների ընթացքում որն է Հույդա Նաումի իրականացրած ամենամեծ գործը։ 35 տարիների ընթացքում Հույդա Նիկոլ Աղաբալյան ուսանողական միությունը զանազան ձեռնարկներ է իրականացրել, անհաշվելի քաղաքական ակցիաներ, առանձին շարժումներ, սոցիալական կրթական ծրագրեր, սեմինարներ, բանակումներ, ֆորումներ, համաժողովներ, նույնիսկ Շուշիի ազատագրումից հետո տեղում վարժարան հիմնելու եւ այնտեղ ուսուցչություն անելու կարևոր աշխատանք, ուսանող թերթի հրատարակում, հնդածս իրականացվող Վահան Հովհաննիսյանի անունը կրող ազգային քաղաքական դպրոց քաղաքական ուսումնառության ծրագիր, որն արդեն 4 տարի շարունակ իր շուրջն է համախմբում հարյուրավոր ազգային երիտասարդների, ովքեր որ ունեն քաղաքական հետաքրքրություններ, ովքեր որ ուզում են ջանքեր դնել իրենց ժողովրդի եւ պետականության առջեւ ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ։ Բացի վերաթվարկվածները միության 35 տարիների գործունեության մեջ հազարավոր երիտասարդներ են անցել Նիկոլ Աղաբալյան ուսանողական միության դարբնոցով, ովքեր տարբեր ուղղություններով, տարբեր ոլորտներում իրենց կարևոր լուման ներդրումն են ունեցել մեր երկրի զարգացման գործում։ Դժվար է առանձնացնել ամենախոշոր գործը, բայց կարծում եմ ամենապատվաբերը եղել է Արցախյան բոլոր ազատամարտերին Նիկոլ Աղաբալյան ուսանողական միության բազմաթիվ անդամների մասնակցությունը, որոնցից մի քանիսը իրենց կյանքն են նվիրել հայրենիքին։ Սովորաբար ինչ ճակատագիր են ունենում Հույդա նահանգականները միությանը հրաժեշտ տալուց հետո։ Նիկոլ Աղաբալյան ուսանողական միությունում գործունեություն ծավալելու շրջանն ավարտելուց հետո երիտասարդները տեղափոխվում են իրենց բնակության վայրերի կոմիտեություններ, որտեղ եւ կանոնագրի պահանջներին համաձայն կուսակցության ավանդույթներին ու կուսակցական մշակույթին համապատասխան շարունակում են գործունեություն ծավալել։ Տարբեր ցենուտների նահանգականներ տարբեր տարիների նաև պատասխանատու հանգամանք են ունեցել պետական կառավարման ապարատում, բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցնելով։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ունենք падգամավորներ, ովքեր որ անցել են Նիկոլ Աղաբալյան ուսանողական միության դպրոցով։ Կուսակցական աշխատանքներ ծավալելուց զատ շատ նահանգականներ նաև հանրային քաղաքական, հասարակական աշխատանքների մաս են դառնում, կրթական, գիտական, մշակութային կյանքի մաս են դառնում, ինչ ցկտումներ, ինչ ցանկություններ, ինչ ունակություններ որ ունեն, դրան համապատասխան, բայց այնուամենայնիվ պետք է նշել, որ բոլորի նպատակն էլ մեկն է ու կարևորագույնն է՝ ծառայել Հայաստանի ու հայության շահերին։ Եկանք ամենաբարդ հարցին։ Նշեք Հույդա Նաում անդամի 3 հիմնական հատկանիշները։ Գաղափարական է, գիտի ինչի համար է պայքարում, ճանաչում է իր պատմությունն ու իր արմատները։ Հյուրընկալ է, մարդամոտ, շփման մեջ պարզ ու անմիջական եւ սկզբունքային է, երբեք եւ որևէ պարագայում չի կորցնում իր դիմագիծը։